5 տարուց ավելի արդեն Խանոմյանների բնակարանում այս անկյունը կա, Տիգրանի անկյունը։ Արցախի Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղում է նա զոհվել թշնամու հերթական հարձակումը կանգնեցնելիս։ Պատերազմի վերջին օրը Տիգրանը ճիգ գործադրեց դիմագրավելու վերջին փորձությունը։ Առաջինները եղել են դեռ 90-ականներին, երբ տակավին երիտասարդը կամավորագրվել էր ու մեկնել Արցախ։ Բանակաշինության այդ մոմենտներ Տիգրանենք Գիչան սրխավեն տողությամբ այդ դիրքերն էին պահում։ Այդ ասեմ էլի ոնց է։ Իրանց հրամանատարը Աղոներ, Մոնթեներ։ Այն տարիների կարևորագույն մարտն անցավ Շուշիի մատույցներում։ Տիգրանը քաղաքի ազատագրողներից մեկն էր։ Մեկն այն մարտիկներից, որ առաջինը ոտք դրեցին Բերդաքաղաք։ Շուշին առանձնահատուկ նշանակություն ուներ նրա համար, անանձնական ու անձնական։ Առաջին մեր հանդիպումը տեղի ունեցավ Շուշիում։ Տիգրանի ընկերը 90-ականներին զոհվեց Շուշի ազատագրման ժամանակ եւ սկզբից ինձ տարավ այդ զոհված վայրը, նրանից հետո բարձրացանք Շուշի, այնտեղ խոստում տվեցինք միմյանց, որ միասին կլինենք մինչեւ իմա, այսպես ասած։ 2020-ի պատերազմի առաջին իսկ ժամերին Տիգրանը մարտական ընկերների հետ փորձել է հասկանալ իրավիճակը եւ կամավոր ռազմաճակատ գնալու նախապատրաստություն տեսել։ Էրեբունի հիվանդանոցում ահագին երիտասարդներ բերին, վառված, վիրավոր, ծանր վիճակում։ Ու դրանից հետո ինքը ասեց ես անպայման պիտի գնամ։ Ամսի 3-ին մենք հիվանդանոցում էինք, ամսի 5-ին իրանք դուրս եկան։ Պատերազմի ամբողջ ընթացքում Տիգրանի հետ կապ են պահել, մինչև նրա զոհվելու օրը, երբ Թաղավարտ գյուղի պաշտպանությունն էր իրականացնում։ Շուշիի հանձնելու օրն էլ Տիգրանը զոհվեց, ոնց որ մեր ընտանիքը ձևավորվեց Շուշիում, հենց մեր ընտանիքի ամենադժբախտությունը տեղի ունեցավ հենց Շուշիի հանգման օրը։ 44-օրյա պատերազմից հետո շատ քիչ մարտիկների անուններ են հայտնի լայն հանրությանը։ Խոսքը խիզախություն դրսևորած ռազմիկների մասին է։ Տպավորություն է ստեղծվում նույնիսկ, որ փորձ է արվում շղաշել նման դրվագները։ Չեն տարածվում այն պատմությունները, որոնք կարող են փոքր ինչ ոգևորել հանրությանը։ Մեր ցանկացած զոհ ընկալվում էր որպես նահատակ։ Այսինքն չգիտեմ, մարդը խրամատում նստած կամ մարդը տրանսպորտային միջոցի մեջ նստած զոհվեց։ Բայց դա ամենևին էլ այդպես չի։ Էդուարդը ջրականի շրջանը պաշտպանող դասակներից մեկի հրամանատարն է եղել։ Պատերազմի ընթացքում 10-ից ավելի զոհ է ունեցել։ Հենց նրանց կյանքի շնորհիվ է առաջնագիծը թշնամու գերակշիռ ուժերի հարձակումներից մի քանի օր պաշտպանվել։ 17 հոգանոց անձնակազմում 11 զոհ ա եղել, բայց այդ տղաներից մեծամասնությունը այնպիսի սխրագործություններ են արել, որի մասին որ լավ, ես կարող եմ պատմել, բայց պատկերացրեք, թե ինչ տղաներ են եղել, որոնց մասին մենք չգիտենք, մենք չենք լսել, մենք չենք տեսել, իրենք ինչեր են արել մարտի դաշտում։ Չեմ խոսում այն տասնյակ խոցված զրահատեխնիկայի մասին, չեմ խոսում տասնյակներով խոցված հակառակորդի դասակների, գումարտակների մասին։ Պատերազմի մասնակիցների կարծիքով հիմա գնում է պատերազմի զոհերի արածն ազերզրկելու process, ինչն անընդունելի է անկախ պատերազմի ելքից։ Սկզբում քեզ հաղթում են մտքում, հետո գետնի վրա։ Արմեն Նաթալյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։